Լավագույնը նրա փառքի համար, Օսվալդ Չեմբերս, օր փետրվարի 29։ Ինչ եք ուզում, որ Տերը անի ձեզ համար։ Ինչ ես ուզում, որ անեմ քեզ։ Եվ նա ասեց. Տեր, որ տեսնեմ։ Ղուկաս 18:41 խոսք։ Կա ձեր կյանքում ինչ-որ բան, որը ոչ միայն ձեզ է անհանգստացնում, այլև այլ մարդկանց։ Եթե այո, ապա սովորաբար ինքներդ չեք կարող դրան լուծում տալ։ Նրանք, որ առաջից գնում էին, հանդիմանում էին նրան, որ լռե, իսկ նա էլ ավելի էր աղաղակում։ 18:39 խոսք։ Համառեք և խաթարեք, մինչև որ երես առ երես կանգնեք Տիրոջ առջև։ Ձեր առողջ դատողությունը Աստված մի դարձրեք։ Անկյունում լուռ նստելն ու աղմուկ չբարձրացնելը միայն հանգեցնում է առողջ բանականության աստվածացմանը։ Երբ Տեր Հիսուսը հարցնում է, թե ինչ ենք ուզում, որ նա անի այս ահռելի խնդրի հետ, որն այդքան ծանրացել է մեզ վրա, հիշեք, որ նա գործում է ոչ թե առողջ բանականության հիման վրա, այլ գերբնական ճանապարհով։ Ուշադրություն դարձրեք, թե ինչպես ենք մենք սահմանափակում Տիրոջը, երբ մեր հիշողություններում շարունակ վերադառնում ենք։ Ասում ենք, ես միշտ ձախողել եմ, այս հարցում ևս կձախողեմ։ Այդ պատճառով էլ չենք խնդրում այն, ինչ իրականում ցանկանում ենք։ Մտածում ենք, ծիծաղելի է, որ Աստծուց հենց սա խնդրեմ։ Խնդրեք նրան հենց այն բանը, որը անհնար է թվում, և երբ մեզ դա անհնարին չի թվա, ուրեմն մեզ իսկապես այդքան էլ չի անհանգստացնի։ Ահա այդ ժամանակ Աստված կանի բացարձակապես անհնարինը։ Այն մարդը հետ ստացավ իր տեսողությունը։ Ձեզ համար ամենաանհնարին բանը Տիրոջ հետ այնքան նույնանալն է, որ ձեր հին կյանքից ոչինչ չմնա։ Աստված կանի դա, եթե խնդրեք նրան, բայց դուք պետք է հասնեք այն կետին, երբ հավատաք, որ նա ամենակարող է։ Մենք հավատք ենք ձեռք բերում ոչ միայն Հիսուսի խոսքերին հավատալով, այլ հենց Հիսուսին հավատալով։ Եթե նայենք միայն Հիսուսի ասածներին, մենք երբեք չենք հավատա։ Այն պահին, երբ մենք տեսնում ենք Հիսուսին, նրա գերբնական գործերը մեր կյանքում դառնում են նույնքան բնական, որքան շնչելը։ Այն մտահոգությունները, որոնք մենք ապրում ենք, միայն մեր սրտերի գիտակցված մակերեսայնության արդյունքն են։ Մենք չենք ուզում հավատալ։ Մենք չենք ուզում կտրել պարանը, որը կապում է նավակը ափին։ Մենք նախընտրում ենք մտահոգվել։